Լևոն Քոչարյան, ուրեմն ձեր հայրը ձեր կարիերայի վրա քարադրե։ Դու այդ բառը լավ ես հասկանում, որովհետև Ղարաբաղցի ես։ Մեծ քարադրե իր երեխաների հնարավոր է եւ նույնիսկ թորների վրա։ Դուք սխալ եք անում, որ Հայաստանում բնակվում եք։ Ես ուզում եմ ասեմ երեխաների մասին, ձեր մասին է խոսքը։ Դուք իզուր եք Հայաստանում բնակվում։ Ձեզ այստեղ միշտ խոսքով միշտ ասելու են, ամեն ինչ ասելու են, ձեզ հետաքրքիր չի լինելու։ Ես մի բան ասեմ, դուք այսօր ասենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ սխալ բան ասացիք, մտածելակերպ, դա ճիշտ չի։ Ես քեզ հիմնավորեմ, բացատրեմ ինչի մարդ չի ճիշտ, որ ասում եք Փաշինյանը այ հիմա գործ ա տալի, ես իմ ինչ անում, մի զանգով, մի հատ SMS-ով, մի հատ բանով։ Տղա ջան, ուրեմն երկրի իշխանությունները արդեն 3.5-4 տարի է քննչական կոմիտեն, ՊԵԿ-ը, դատախազությունը ամեն ինչ հիմնավորած քո հորից պահանջում են $200 միլիոն, որը որտեղ ոչ միտեղ նույնիսկ տալվածած փող չի, այդ գումարները, դա մաքուր փող չի, կեղտոտ փող է համարվում։ Հիմա դու Փաշինյանին ուզում ես ժողովրդին բանը, թե դա Փաշինյանն անում ու հենց այսօր արա, ոչ, արդեն 4 տարի է, քո հորից պահանջվում է այդքան գումար։ Ուրեմն որպես Փաշինյանն էլ որպես քաղաքական ղեկավար, այո, ժողովուրդը պահանջում է։ Եթե քննչական կոմիտեն, դատախազությունը, եսիմ այդ ՊԵԿ-ը, լրիվ ապացուցված է, որ քո հայրը այդքան պարտք է, ժողովուրդը պահանջում է երկրի վարչապետից, ինչու միայն պահանջում են, ինչու չեն բռնագանձում։ Հասկանում ես, իսկ դու նենց ասեցիր, իբր հենց այսօր 5 րոպե առաջ եղավ այդ բանը, հա Փաշինյանը 5 րոպե առաջ ասեց։ Հասկացար, չէ՞ տղա ջան։ Ժողովրդին այդ հասարակ բաներով չեք կարող խաբեք, հասկանում եք։ Ժողովուրդը, մանավանդ հայ ժողովուրդը, նույնիսկ եթե կրթված էլ չի, դպրոց էլ չի գնացել, բայց նա փողոցային ժարգոն, տնական ժարգոն, նույնիսկ քաղաքական ժարգոն, ժողովուրդը լրիվ հասկանում է, Լևոն Քոչարյան ջան։ Տենց սխալներ թույլ մի տվեք, դա ոչ միտեղ չի անցնում, ոչ մեկ չի ասելու, այ Լևոնը էս ինչ ասեց, տեսակ էս ինչ ասեց։ Դա Փաշինյանը չի արել, դա արդեն 4-5 տարվա գործ է, որ քո հոր վրա այդ գործերը բացած է։ Հասկանում եք։ Դա այսօր չի, երեք չի, դա շատ շուտուց է, Լևոն Քոչարյան ջան։ Իսկ հիմա ժողովուրդը քաղաքական իշխանությունից պահանջում է արդյունք։ Նա էլ ասում է, որ ես դատարաններին, բոլորին, որպես երկրի ղեկավար, մատով ասում է, այդ գործերը մի սառցրեք, այդ գործերը պետք է լրիվ կատարվի, ոնց որ պետքն է։ Երկրի ղեկավարն է, բա չասի, բա ժողովուրդը ամեն ինչ երկրի ղեկավարից է ուզում, չի ուզում է ՊԵԿ-ի ղեկավարից կամ դատախազից կամ քննչական կոմիտեից, պահանջում է երկրի ղեկավարից։ Իսկ դու քո կարծիքով երկրի ղեկավարին դրիր եսիմ, քո ինչ-որ մի ինգերոջ հետ, բան նրա տեղը դրիր, ինչ-որ բան ասեցիր, քո կարծիքով։ 4-5 տարի է հորդ վրա այդ գործերը բացված է, ձեր վրա, քո վրա, եղբորդ վրա, նույնիսկ կնոջդ վրա բռնագանձման, բա ոնց։ Բա գողացած փողը, ինչ է, եթե չես ապացուցում որդից է, դա բռնագանձման ենթակա է։ Ժամանակին չեք կարողացել այդ փողերը լվանակ, գնացել եք եսիմ բնակարաններ եք առե, եսիմ ինչեր եք առե, հազարավոր հատ։ Դա չլվացած փողեր է, բանկով չանցած փողեր է։ Այսքան բան, Լևոն ջան, ժողովուրդը լրիվ հասկանում է։ Ամենա այն անգրագետ մասսան էլ, Լևոն Քոչարյան ջան, ամեն ինչ հասկանում է այսօր։
Ես որ թիվն ախպերս։